կենսաթոշակների ավելացումները, առանձնահատկությունները պայմանավորված են դրանց հաշվարկման կարգով։ Մասնավորապես աշխատանքային կենսաթոշակները այլ կերպ կբարձրանան, զինվորական կենսաթոշակները այլ կերպ։ Ինչու՞։ Որովհետև հաշվարկման բանաձևերը տարբեր են։ Աշխատանքային կենսաթոշակները բոլորը կբարձրանան ամենաքիչը 10,000 դրամով։ Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակները մի փոքր ավել կբարձրանան։ Հաշմանդամության խորը աստիճանի սահմանափակումով աշխատանքային կենսաթոշակները կավելանան 14,000 դրամով։ Հաշմանդամության ծանր աստիճանի սահմանափակումով կենսաթոշակները կբարձրանան 12,000 դրամով։ Ինչու՞։ Կենսաթոշակի հաշվարկման առանձնահատկություններից ելնելով։ Մի դեպքում տրվում է հավելում հիմնական կենսաթոշակի 40%-ի չափով, մյուս դեպքում հիմնական կենսաթոշակի 20%-ի չափով։ Քանի որ հիմնական կենսաթոշակը բարձրանում է 10,000 դրամով, 40%-ը մի դեպքում կլինի 4,000 դրամ և 2,000 դրամ։ Հետևաբար խորը սահմանափակումով հաշմանդամության դեպքում կավելանա 14,000 դրամով, իսկ ծանր աստիճանի սահմանափակումով աշխատանքային կենսաթոշակները հաշմանդամության կավելանան 12,000 դրամով։ Աշխատանքային կենսաթոշակները բարձրանում են ի հաշիվ հիմնական կենսաթոշակի և նվազագույն կենսաթոշակի չափերի ավելացման։ Հիմնական կենսաթոշակը 24,000 դրամից դառնում է 34,000 դրամ, լրագրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները կավելանան 50,000 դրամով։ Այս կենսաթոշակը վճարվում է մինչև 18 տարեկան երեխային, առկա ուսուցմամբ սովորելու դեպքում մինչև 26 տարեկան զավակին, երկու ծնող կորցրած։ Սա աշխատանքային կենսաթոշակներն են։ Չեն բարձրանա աշխատանքային կենսաթոշակներից մի քանի տասնյակ, 460,000-ից մի քանի տասնյակ, մի 30-40 գուցե ամենաշատը կենսաթոշակառուներ կենսաթոշակներ, դրանք այն կենսաթոշակառուներն են, որոնց կենսաթոշակը նշանակվել է մինչև 14 թվականը, այն ժամանակ հաշվարկման այլ կարգ էր, ստաժը 118 տարուց ավելի է, պարզ է, որ այստեղ կենսաթոշակի ստաժի հաշվարկման առանձնահատկություններ կան, դրանք օդաչուներն են, ում աշխատանքային ստաժը թռիչքային ժամերով է հաշվարկվում։ Նրանց այնքան բարձր է, որ 10,000 դրամով բարձրացնելու դեպքում անգամ նախկին կենսաթոշակների չափից ավել չի ստացվում, հետևաբար կենսաթոշակը կշարունակվի վճարել նախկինում նշանակված չափով։ Զինվորական կենսաթոշակների դեպքում այսպես հանգիստ ներկայացնել չեմ կարող, որովհետև զինվորական կենսաթոշակների դեպքում ավելացել է կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակը 20,000 դրամից դարձել է 21,000 դրամ և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը 1,750 դրամից դարձել է 2,000 դրամ։ Այստեղ միանշանակ պատասխան չկա, թե որքանով կբարձրանա, որովհետև կախված կլինի և ստաժի տևողությունից, և այն անձնական գործակցից, որն ունենա տվյալ զինծառայողը։ Այնուհանդերձ այստեղ էլ 8-ից 9-10 հազար բարձրացումներ կլինեն։ Նույնպես եմ ասում, կախված է արդեն այն կոչումից, պաշտոնից, որից ազատվել է զինվորական ծառայությունից և բնականաբար զինծառայության ստաժից։ Պարտադիր ժամկետային զինծառայողների հետ կապված կենսաթոշակները ավելանում են 10,000 դրամով, ընդ որում նորից հաշմանդամության դեպքում 14, 12, երրորդ խումբը 10,000 դրամով։ Այսքանը զինվորական կենսաթոշակների մասով։ Կավելանան նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստները։ 36,000 դրամից կբարձրանան 46,000 դրամ, 37,500-ը կդառնա 47,500 դրամ, 39,000 դրամը կդառնա 49,000 դրամ, այսինքն այս դեպքում մենք ունենք ուղիղ 10,000 դրամի չափով ավելացում։ Բացառություն կկազմեն երկու ծնողը կորցրած երեխաների կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, որոնց նպաստի չափը 100,000 դրամից կդառնա 130,000 դրամ։ Ընդհանուր առմամբ կավելանա շուրջ 600,000 կենսաթոշակառուի կենսաթոշակներ։ Նվազագույն սպառողական զամբյուղը 2025 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներով 61,700 դրամի կարգի էր։ Մենք այսօր ունենք միջին կենսաթոշակը շուրջ 50,000 դրամ,
49.980 քանի դրամ է, շուրջ 50.000 դրամ։ 10.000 դրամով բարձրացնելու դեպքում մենք ունենում ենք 60.000 դրամ։ Տեսանք, որ աշխատանքային կենսաթոշակները առնվազն 10.000 դրամով բարձրանում են։ Կառավարությունը բազմիցս հայտարարեց, որ կենսաթոշակները բարձրացնելու մյուս տարբերակը դա հետվճարային համակարգի ավելացումն է։ Հետվճարները այս տարվա փետրվար ամսվանից արդեն վճարվում են 20% դրույքաչափով, նախկին 12%-ի փոխարեն նվազագույնը 6.000 էր, դարձել է 10.000 դրամ։ Սա նշանակում է, որ 60.000 կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուն ի հաշիվ հետվճարի ևս լրացուցիչ գումար կստանա։ Փետրվար ամսվա տվյալներով, ինչու եմ փետրվարն ասում, որովհետև 20%-ով առայժմ միակ վճարած ամիսը փետրվար ամիսն է եղել։ Հունվար ամսվա անկանխիկ գնումներով ամիսն ավարտվում է, հաջորդ ամիս արդեն վճարում են։ Կազմել է շուրջ 7.000 դրամ, 12%-ով շուրջ 7.000 դրամ։ Մեր հաշվարկներով 20% դրույքաչափի դեպքում կկազմի 8.700 դրամի կարգի, հա։ Այսինքն, եթե մենք 60.000-ին, մի քիչ տենց կլորացրած եմ հաշվարկներն անում, եթե մենք 60.000-ին գումարենք նաև այդ հետվճարի գումարը, ակնհայտ է, որ գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը, համենայն դեպս 25 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներով հաշվարկված։ Ընդ որում, եթե նույնիսկ կիրառում ենք սպառողական գների սպասողական աճի տեմպը, որում շուրջ 3% է, դարձյալ գերազանցումն ապահովված է։ Այսինքն, այս իմաստով, այս տեսանկյունից հետվճարի հաշվառմամբ կառավարության առջև դրված խնդիրը, որ ինքն իր առջև դրվել էր, հանձնառությունը, որ վերցրել էր կառավարությունը, այն է աշխատանքային կենսաթոշակների միջին ամսական չափը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղին ապրիլ ամսին կկատարվի։ Իսկ պարենային զամբյուղի նկատմամբ ցուցանիշը կատարվել էր, այսինքն նվազագույն կենսաթոշակը, որպեսզի հավասարվի պարենային զամբյուղին, այդ ցուցանիշը հասանելի էր դարձել դեռևս 23 թվականի հուլիսի 1-ի բարձրացումների ժամանակ։ Փետրվար ամսվա դրությամբ 625.000 կենսաթոշակառու ստանում էր անկանխիկ եղանակով։ Կարծում եմ մարտ ամսվա ցուցակներով առնվազն 650.000 կլինեն։ Ամենաառաջին խնդիրը ցածր կենսաթոշակներն էին։ Ամենաառաջին հարցը, ամենահաճախ տրվող հարցը ցածր կենսաթոշակներն են։ Հուսով եմ այս բարձրացումով մասամբ կոնե թե հարցի պատասխանը գտնվում է։ Այս անկանխիկի անցման հետ կապված կենսաթոշակառուներ շատ անհանգստանում են, որ իրենք չեն կարող բանկ գնալ, չեն կարող ստանալ։ Բնականաբար այդ խնդիրները շատ ենք ստացել, ինքներս ֆիքսել ենք խնդիրները, լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարբեր բանկերի հետ համագործակցել ենք, գործընկեր բանկերը պատրաստական են սուրհանդակային ծառայությունների միջոցով կազմակերպել այն բոլոր անհրաժեշտ գործողությունները, որի համար քաղաքացին կենսաթոշակառուն պետք է ներկայանար բանկ։ Հուսով եմ խնդիրները բանկերի համագործակցությամբ իրենց լուծումները ևս կգտնեն։ Սովորաբար խնդիրները մի մեծ բաժին, մի մեծ խումբ խնդիրներ, հարցեր վերաբերում են ստաժի հաշվառմանը։ Սա էլ փոխկապակցված է այն խնդրի հետ, որ ոչ բոլոր արխիվային փաստաթղթերն են պահպանվել, գործատուների կողմից արխիվ չեն հանձնվել, ոչ պարտաճանաչ գործատուներ են եղել, գուցե պահպանել են, բայց արխիվ չեն հանձնել։ Շատ մեծ խումբ հարցեր ունենք ստաժի հետ կապված, բայց այստեղ էլ մենք նոյեմբեր ամսին օրենսդրական փոփոխություն կատարեցինք եւ ես կարծում եմ բավական այսպես ավելի մեղմ պայմաններ սահմանվեցին աշխատանքային ստաժը հաստատելու համար եւ էլի այս հարցերի մի մեծ խումբ ամենայն դեպս իրենց լուծումները գտան այդ ընդունված նոր կարգավորումների համաձայն հիմք ենք ընդունում աշխատանքային գրքույկը եւ այլևս աշխատավարձ եւ սոցիալական վիճակ կատարելը հավաստող փաստաթղթեր, ինչը հենց արխիվային փաստաթղթերն են, չեն պահանջվում։